Լիբանան-Իսրայել լարված հարաբերություններին զուգահեռ չի հանդարտվում վիճակը Սիրիայում, անգամ Ասադի իշխանության տապալումից ու նոր իշխանության ձևավորումից հետո։ Սիրիայում արդեն մի քանի օր է ինչ շարունակվում են ալավիների զանգվածային սպանությունները։ Լիբանանյան Ալ-Նահար թերթի տվյալներով Սիրիայի նոր իշխանությունների անվտանգության ուժերի և ապստամբ ալավիների բախումների ժամանակ զոհերի թիվը հասել է 1000-ի։ Սակայն սրանք հստակ տվյալներ չեն, տարբեր աղբյուրներ խոսում են ընդհուպ 10,000 զոհերի մասին։ Մարտի 6-ի երեկոյան Սիրիայի ափամերձ հատվածներում ալավիների ապստամբությունը հանգեցրեց ոչ միայն կատաղի մարտերի Սիրիայի նոր իշխանությունների զինված ուժերի և դիմադրության ուժերի միջև, այլև հարվածի տակ դրեց տեղի բնակչությանը։ Սահմանակից Լիբանանն էլ ընդամենն ամիսներ առաջ կրկին ցնցումների մեջ էր։ Այստեղ ևս 2 տարվա ընդմիջումից հետո նոր նախագահ է ընտրվել։ Նոր կառավարություն ձևավորվել, բայց պատերազմը չի ուզում լքել այս տարածաշրջանը չնայած գերտերությունների խոստումներին։ Տաղավարում այսօր հյուրընկալել եմ Լիբանանի խորհրդանի պատգամավոր, Հյոյդա բյուրոյի անդամ, մերձավոր հարցերի պատասխանատու Հակոբ Բագրատունիին։ Բարև ձեզ, պարոն Բագրատունի, և առաջին հարցը նախ, ինչ վիճակ է Լիբանանում, ինչպես է հայ համայնքը ու Իսրայելի հետ վերջին պատերազմից հետո առհասարակ ինչ վիճակ է տիրում։ Արդյոք Իսրայելը լուծեց Լիբանանի հետ իր խնդիրները։ Բարի օր բոլորիդ, շնորհակալ եմ այս հանդիպումին համար։ Միանշանակ ասեմ, որ Լիբանանը, ավելի ճիշտ Իսրայելը չի լուծեց Լիբանանի հետ իր խնդիրները և առհասարակ Իսրայելը Լիբանանի հետ իր խնդիրները լուծելու մտադրություն չունի, որովհետև պետք է վերադառնանք իրենց քաղաքապարապանության հիմունքին, ուր Իսրայելը ոչ միայն Լիբանանի, այլ ամբողջ արաբական շրջանի վրա դիրապետելու հստակ ռազմավարություն ունի, ադիկա գուկա իրենց քաղաքական մտածողություն են։ Թե վերջին պատերազմեն ետք զինաթուլ հաստատվեցավ, որ մենք ավելի կգոչենք զինվորական գործողություններու թաթար, այո, սակայն դակավին արջի գիշեր արդեն 30 թիրախավորում եղած էր, թե օդանավային հարձակումներով և թե ցամաքային ռմբահարումներով։ Հսկա ավեր գործվեցավ Լիբանանի մեջ, թե մարդկային իմաստով և թե շենքերու իմաստով, առավել այդ տնտեսական ավերը, որ գործվեցավ, թեև թիմադրությունն ալ և լիբանանյան թիմադրությունը իր հակադարձությունները կանտեցին Իսրայելի ամբարդվող լալու առասպելը, Իսրայելյան բանակի բարդություն չջանցող առասպելը։ Այո, այսօր Լիբանանի մեջ կացությունը քաղաքական օրեն գրնանք ասել ավելի բնական է, որովհետև 1 տարի 4 ամիս, 1 տարի 3 ամիս հանրապետության նախագահի աթոռը թափոր էր, ընտրեցինք նոր նախագահ, կարելի եղավ կազմել նոր կառավարություն, որոշ հույսեր կան, շրջանի պետությունները, հատկապես ծոցի երկիրները, առավել արևմուտքը անպայմանորեն պատրաստակամություն կհայտնեն օժանդակել Լիբանանի վերականգնումին, պայմանով սակայն, որ երկրի մեջ բարեկարգումներ լան, ընկերային, տնտեսական, կենցաղային, ելևոտական հարցերու մեջ, որը Լիբանանի պես երկրի մեջ, որ համայնքային կառուցվածք ունի, հյուսվածք ունի, շատ դժվար է նման բարեկարգումներ կատարել։ Իսկ բարեկարգումները գաբել վերաշինության և տնտեսական օժանդակություններում մեկ այլ խնդիր է, որ կնշանակի, թե այդ երկիրները ինչպիսի քաղաքական պայմաններ պիտի տնեն երկրի իշխանություններուն դիմաց, որ կամ այդ պայմանները կընդունից փոխան վերաշինության և տնտեսական օժանդակության, կամ երկիրը կմնա իր ներկայացության մեջ, բնականաբար այդ պայմանները, որոնք ժամանակի ընթացքին կգնան հարաճանալ Իսրայելի հետ խաղաղության դաշինքի կնքումին, թույլին ընկալելիք պայմաններ չեն լիբանանցի առհասարակ կետ ժողովրդի մեկ կարևոր մասի մոտ։ Այսինքն այս պահին դրությունը ոչ միայն անվտանգային առումով, այլև մարդկանց կենցաղային առումով շարունակում է մնալ այնպես, ինչպես դեռ կար։ Չէ, բարելավված է, պետք է ասել, որ բարելավված է, որովհետև նախ պատերազմական վիճակ չկա։ Այդ թիրախավորումները տեղի կունենան ընդհանրապես սահմանային գիծերուն վրա,
սակայն երկրի մեջ ներքին իմաստով շարժումը նկատելի է քարնան մուտք ենք մարդիկ լիբանանցին գիտեք դարօրինակ ժողովուրդը շատ արագ ինքզինք գահարմարեցնե եւ գվերականգնե առավել Լիբանանի հատկանիշները մեկը այն է որ հսկա է թիվը Լիբանանն դուրս ապրող լիբանանցիներու բանտուղտ լիբանանցիներու գսենք որոնք անպայմանորեն ընտանիք ունին Լիբանանի մեջ եւ անպայմանորեն քարնան ամրան գուքան գայցելեն երկիրը եւ տնտեսական որոշ շարժում գստեղծեն այլապես բնականաբար շրջանային խառնիճաղանջը շրջանային անցուդարձերը շատ վատ կստեն երկրին վրա Մերձավոր Արևելքում պատերազմը կարծես թե չի ուզում դադարի 2025-ին իհարկե գերտերությունները մեծ խոստումներ տվեցին թե լինելու է խաղաղության տարի եւ պատերազմը ամբողջ աշխարհում է դադարելու բայց այդ խոստումները կարծես թե իրականություն չեն դառնում եւ ավելի նոր ցնցումներ են առաջանում մասնավորապես Ասադի աջակիցների շնորհիվ եւ այս ամենով հանդերձ Դուք կարծում եք, որ Սիրիայում այս անկայուն վիճակը կարող է տարածվել ամբողջ տարածաշրջանում ու ցնցումները ընդգրկեն ոչ միայն Լիբանանը, այլև ամբողջ Մերձավոր Արևելքը։ Գիտեք այնինչ որ բադայեցավ Սուրիո մեջ, որ 2015-ին ի վեր շղթայազերծված պատերազմին ընթացքին կբահանջվեր Ասադի մեկնումը, սակայն շարունակեց Ասադ մնալ իշխանության վրա Եվ վերջին ժամանակաշրջանին նախքան իր վարչագահի անկումը արաբական գաղտնի երկիրներ արդեն իրենց տեսփանատուները վերապացած էին Դամասկոսի մեջ, Սևդական Արաբիան, Էմիրեյթը, եվրոպական գաղտնիությունները սկսած էին հարաբերություններ մշակել, Սուրիան վերընդունվեցավ արաբական լիգային մեջ, այցելություններ կատարվեցան, Բաշար Ասադը ինքը ներկա գտնվեցավ արաբ ղեկավարներու քակաթաժողովին եւ հանգարց պատահեցավ փոփոխություն հանգարցը կարևոր է որովհետեւ այն որ անցյալին ջանցված էր իբրև ծայրահեղ արմատական իսլամական խմբակներու ղեկավար այսօր դարձավ Սուրիո նախագահ Եվ ամբողջ աշխարհը, որոնք չէին թափած պատերազմը դադարեցնելու, այլ պատերազմը հրահրելու, հանգարց ընդունեցին, որ իշխանապողության իբրև արդյունք եկող նոր իշխանությունները կներկայացնեն ժողովրդավարությունը, կներկայացնեն մարդկային իրավունքները, կներկայացնեն այսպես արդար հիմունքներով պետությանը ստեղծումը Սուրիո ժողովրդի ընդրանքներ թե չէր ժամանակը կճշտի ադիկա թե Սուրիո ժողովուրդը գդարաբեր Ասադի իշխանության դակ այո նման արաբական երկիրներու կամ այլապես այլ երկիրներու միանցնյա պետություններու բարակային այնինչ որ այսօր կբադահի Սուրիո մեջ նախ իշխանապողությունը քաղաքականորեն սխալ է մեկնաբանել, որ հաստատված նոր իշխանություն է։ Սուրիո գառույցը, ժողովրդական գառույցը համայնքային կրոնական իմաստով եւ էթնիկ իմաստով ամբողջովին տարբեր է։ Եվ այնպես չէ, որ բարձրապես որտեղ իշխանությունը կփոխվի, երկրի բաղկացուցիչ մասերը համացան գլան։ Փաստորեն Սուրիո մեջ կա սուննի մեծամասնություն, Սուրիո մեջ կա էթնիկ քյուրդերը, կան ալավիները եւ կան դուրզիները, առավել քրիստոնյաները։ Այս բոլորով նոր Սուրիամը, արդիական Սուրիամը կառուցելը բնականաբար բոլորից ցկտումը կգնալալ, բայց մտավախությունները կշարունակվին եւ փաստորեն վերջին օրերու կատարվածները այդքան էլ թրական նշաններ ցույց չեն դար։ Բնականաբար այսօր մեջ կարելի չէ պատասխանատվությունը տնել միայն Սուրիո ներկա ղեկավարության վրա, այսօր մեջ Իսրայելի դերակատարությունը կա, հազիվ որ իշխանապողությունը եղավ, Իսրայել Գոլանի բարձունքները գրավեց,
եւ գշարունակի ռմբակոծել սուրիական բանակի կետրոնները կամ զինամթերքը գահայդարարե բարձրացան գերբով որ ինքը պիտի պաշտպանե Սուրիո դուրզիները որոնց մեկ մասը Սուրիո մեջ են մյուս մասը Գոլանի կրավված շրջաններում մեջ է իսկ այլ դուրզիներու հսկա համայնքա Լիբանանի մեջ ասիգա Թրագան իմաստով կարելի չէր առնել արաբական շրջանի մեջ, որը կնշանակե ինք կուզե հովանավորել համայնք ամբողջ, որ դարբեր երկիրներու մեջ ներկայություն ունի։ Ալևիներու բարակային նույնը, որոնք թե Սուրիո մեջ ներկայություն են, թե Լիբանանի մեջ ներկայություն են, եւ թե Թուրքիո մեջ ներկայություն են, ավելի քան 15 միլիոն։ Դեռ չխոսեմ քյուրդերու մասին։ Այնպես որ հարցը փակված չէ Սուրիո մեջ, դժբախտաբար Եվ Սուրիան այսօր վերածված է նոր փորձարկման միջավայրի եւ գհուսանք որ գմնա այդ միջավայրի մեջ եւ ավելի վատ անդրադարձներ չենք ունենալ մինչեւ Սուրիո բաժանումին աշխարհագրական նոր դասավորումներով որ մե պիտի աստվի ոչ միայն Սուրիան Լիբանանը Իրաքը մինչեւ Հորդանան Եվ այս իմաստով միջև Իրան։ Ինչպիսին է Լիբանան եւ Իրան հարաբերությունները արդյոք նկատվում են փոփոխություններ եւ դրական եւ բացասական իմաստով։ Այնինչ որ պատերազմեն Իսրայելի շղթայազերծած պատերազմեն առաջ եւ Լիբանանի նոր նախագահության եւ կառավարության գազության հետ պիտի պարտադենք փոփոխություն կա։ Այսօր գործվի Լիբանանի մեջ նվազեցնել իրանյան աստեցությունը եւ Լիբանանի մեջ մտայնությունը զարգացած է քաղաքական դարբեր համայնքներու մոտ որ Լիբանանը պետք է աստիճանաբար իր քերիշխանությունը, կետ քաղաքական քերիշխանությունը վերակտնե իր ազատ որոշումի միջավայրը պետք է վերակտնե եւ հոն Իրանի հանդեպ որոշ վերաբահություններ կան այնպես ինչպես վերաբահություններ կային Սուրիո նախկին վարչագահի նկատմամբ եւ վերաբահություններ կան Սուրիո այսօրվա վարչագահի նկատմամբ այս փածը գործվի կոչել Սեուդական Արաբիո Արաբական Միացյալ Էմիրություններու եւ մասամբ նաեւ Կատարի միջոցով հոց նաև գտնե Թուրքիո թերագադարությունը որ խնդիրներ ունի Սեուդական Արաբիայի եւ Եգիպտոսի հետ շատ ավելի մոտ է Կատարի քաղաքականության որոնք իրենց աջենդան ունին Լիբանանի բարակային եւ մյուսները ունին իրենց աջենդան առանց մոռանալ անշուշտ ամերիկյան հովանավորությունը ընդհանրապես շրջանը այսպես ասած նոր մտնոլորտումը նոր ժամանակաշրջանի մեջ ապրեցնելու Շատ լավ, վերադառնալով մի փոքր հայաստանյան օրակարգին, Հայաստանի օրակարգում շարունակվում է մնալ մեր Բաքվում պահվող գերիների հարցը եւ Հույդա բյուրոն էլ իր ասուլիսում անդրադարձավ այդ հարցին եւ նշվեց, որ Դավիթ Իշխանյանը շարունակում է պահպանել իր ստատուսը որպես Հույդա բյուրոյի անդամ։ Նաեւ այս առումով Սփյուռքն ինչ է անում կամ ինչ կարող է անել Բաքվից մեր գերիների վերադարձի համար։ Անկեղծ ասած, Սփյուռքի գարելիությունները լոբիիստական գարելիություններն են, ըլլա Միացյալ Նահանգներու կամ Եվրոպայի տարածքին, միջին արևելքի մեջ մեծ գարելիություններ չկան այս իմաստով, որովհետև Ադրբեջանը իբրև Թուրքիո դաշնակից պետություն արաբական աշխարհի մեջ որոշ ներկայություն է եւ բարեկամական հարաբերությունները կան, նաև գրոնական կապվածությունը կա, սակայն նույնիսկ այդ իմաստով մենք Լիբանանի մեջ կբարձրացնենք այս խնդիրը, նախապես Լիբանանահայ Վիգեն Էրջեկյանի հարցով հաջող Լիբանի արտաքին գործոս նախարարությունը միջամտություններ կատարած է Թեհրանի իր տեսփանին, որ միաժամանակ նաև Բաքուի տեսփանն է կամ Իստանբուլի տեսփանին հետ, նույնիսկ այս նյութը արձածած է Ադրբեջանի արտաքին գործոս նախարարին հետ եւ Թուրքիո վարչապետ Էրդողանի հետ, սակայն աբարթյուն։ Ջնշումը բնականաբար անհրաժեշտ է արևմտյան երկիրներու եւ նաեւ Ռուսաստանի կողմէ,
սակայն խնդիրը այդքանով կարելի չէ բավարարվել, այլ անհրաժեշտ է, որ Հայաստանի պետությունը այս խնդիրը բարձրացնի շատ գդրուկ եւ գարձր ցևով։ Հայաստան պետությունը իշխանությունն ասում է, որ մենք այս հարցը քննարկում ենք, թեպետ պաշտոնապես լռում են, բայց ասում են այն աշխատանքը, որ անում ենք, դրա մասին պետք չէ բարձրաձայնել։ Դուք որևէ շոշափելի տեսանելիություն տեսնում եք այս հարցում, արդյոք Հայաստանի իշխանությունը զբաղվում է որոշակի տեսանելի գծեր կան այս հարցում։ Անգեծորեն չեմ ուզեր այդքան անհավատը լալ, որ Հայաստանի իշխանությունները չեն մտահոգվել այս խնդրով, բայց ցարտ շոշափելի ոչ մեկ դերակցություն կամ արդյունք կտեսնենք, բնականաբար այս քննարկումը Հայաստանի իշխանությունները կկատարեն ընդհանրական ձիրի մեջ, որտեղ իրենց համար միայն քերիներու խնդիրը չէ Ադրբեջանի հետ իրենց հարաբերության մեջ եւ անգերց ասած պիտի ցանկանայի, որ քերիներու խնդիրը առանցնանա իբրև մարդկային խնդիր եւ մուտ չկործե այսպես ասած միջանցքներու Թուրքիայի հետ բարեկամական հարաբերությունները ստեղծելու կամ դիվանագիտական այլ ոլորտներ ստեղծելու իմաստով։ Սակայն ցարտ անգերց ասած մասնավոր շոշափելի արդյունքներ տեսնելու կարողության մեջ չեմ։ Շատ լավ, Փաշինյանի իշխանության օրոք կարծես թե հետընթաց է արձանագրվում Սփյուռքի հետ հարաբերություններում, արդյոք պառակտում կա Սփյուռքում եւ Սփյուռքահայերի վերաբերմունքը Հայաստանի ու Հայաստանի իշխանությունների հանդեպ ինչպիսինն է։ Գիտեք, եթե ավելի յետև երթանք Հայաստանի անկախության օրերուն, երբ պարոն Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահ դարձավ, նույն մթնոլորտը ստեղծված էր։ Եվ ես կենթադրեմ ոչ մեկ ձևով Հայաստանի համար օգտակար է եւ ոչ էլ Սփյուռքի համար օգտակար է այս բարակտման սերմեր ցանել Սփյուռք-Հայաստան հարաբերություններու մեջ եւ գամ որակումներ կատարել Սփյուռքահայերու նկատմամբ, որովհետեւ ես համոզված եմ, թե միջին արևելքի մեջ գտնվող Սփյուռքյան մեր համայնքները, թե արևմուտքի մեջ մեզի համար Հայաստանը սրբություն սրբոց է, ինչ քաղաքացիալը լանք։ Մենք Հայաստանը սիրած ենք, բաշտած ենք, Հայաստանով ապրած ենք, երբ տակավին կարելի չէր Հայաստան այցելել։ Արարատի նկարը Սփյուռքահայ որևէ մեկ դան մեջ անպայման գոյություն ունեցած էր։ Հայաստանի անկախությունը նոր երանք, նոր կյանք, կենթանություն տվավ Սփյուռքի եւ ոչ մեկ ձևով օգտակար է Սփյուռքի նկատմամբ վերաբախություններ ստեղծել։ Շինձու բարակդումի մինչև թշնամանքի գառույցներու մեջ երկփեղումը ստեղծել, Սփյուռքահայ դաշնակցականը Հայաստանի դաշնակցականին դարբերել, Սփյուռքը պետք է միայն օժանդակե, գիտենք չէ, նարինջուդողներու պատմությունը, կամ հայթաթականները կամ երազգոդը Սփյուռքը եւ իրական Հայաստանը, ոչ այդպես չէ, Հայաստանը մեր բոլորին հայրենիքն է, Հայաստանի նախագահ ու Հայաստանի վարչապետը մենք կցանկանք, որ լան ամբողջ հայության Հայաստան նախագահն ու վարչապետը։ Հիմա գրնակ քաղաքական տարբերություններ ունենալ եւ պետք է ունենալ։ Սակայն այդ տարբերությունները հարցերու նայելու տարբեր դիտանկյունները պետք չէ ստեղծեն այնպիսի վիճակ, որ ադիգա վնասե համայն հայության եւ հոս կշեշտեմ համայն հայության խաղապարը։ Հայաստանը միայն Հայաստանի մեջ ապրող հայաստանցիներուն չէ եւ ոչ էլ Հայաստանի պետությունը Հայաստանի մեջ ապրող հայաստանցիներուն է։ Ոչ էլ Արցախը միայն Արցախի մեջ ապրող ժողովրդին եւ բռնի երբով Արցախահայերը դեղահանված ժողովրդին չէ։ Ասոնք մեզի համար երազներ չեն, ասոնք իրականություններ են, որոնք պետք է որոնց վերադարձը պետք է ապահովենք։ Ժամանակավոր գերբով այսպես որոն սերմանել, սեփ խրել նման հարաբերություններու մեջ ոչ մեկ ձևով ես կարծեմ, որ ոչ Հայաստանի հայության, ոչ Սփյուռքի հայության եւ այս ձևով նաեւ համայն հայության ներառյալ Արևմտահայաստանի եւ Թուրքիո մեջ ապրող հայության գնաբաստ է։ Այս իմաստով ես կընտրեմ, որ Հայաստանի իշխանությունները
շատ մեծ ընելիք ունին եւ վստահ եթե թատրին սպիրկը բարակտելու իրենց ճանապարհեն Հայաստանի համար շատ ավելի օգտակար կլինի։ Խոսեցիք Արարատից ու նշում եք, որ յուրաքանչյուր սփյուռքահայ գրեթե իր տանն ունի Արարատի նկարը, բայց վերջերս ամենայն հավանականությամբ ծանոթ եք Փաշինյանի այն դիսկուսին, որ Արարատ, Արագած, այսինքն Արարատը այլևս մերը չէ, եւ այս համատեքստում նաեւ խոսում են, թե պետք է հրաժարվել հայոց ցեղասպանության պահանջատիրությունից, սա այն է, ինչով հիմնականում զբաղվում է սփյուռքը, այսինքն սփյուռքը հիմնականում լծվել է այս գործին, որպեսզի հայոց ցեղասպանությունը ճանաչելի դառնա ամբողջ աշխարհում։ Առաջ եք հաշվում հետո Արարատ Արագած դիսկուսը խոսում իրական ու պատմական Հայաստանների մասին, ինչպես է սա ընկալվում Սփյուռքում եւ ինչ վնաս կարող է սա հասցնել։ Ահռելի վնաս։ Մեր ժողովրդի քոյության սպառնացող վտանգ է այս դիսկուրսը։ Գիտեք, ես երբ դակավին մանուկ էի, 10-12 տարեկան, այդ օրերը սովետի օրեր էին, շատ թյուրություն չունեինք մենք Հայաստան այցելելու, բարեկամները մեկը ուզեց ինձ հարցուց, որ Հայաստան գերտամ, ինչ կուզես վերադարձից բերեմ, ասի Հայաստանն հող եւ քար։ Եվ մինչև այսօր այդ հողը ու քարը գրասեղանից վրա բահած է։ Ասիկա կրնա ռոմանտիզմը լալ ներկա իշխանություններուն համար։ Բայց եթե այդ հողը եւ քարը ես բահած չլայի, այնպես ինչպես Հայաստանի մեջ ապրող սովետի օրերու մեր հայրենագիցները այդ հողով ապրած են եւ այդ քարով ապրած են եւ Հայաստանի ճուրով եւ Արարատը դեսելով ապրած են, մենք եթե գուզենք հավիտենականության հայ ժողովրդի եւ Հայաստանի հավերժականության մասին խոսիլ, այս ռոմանտիզմը, այսպես ասած, որը լուրջ քաղաքական փոխանցություն ունի, չեն կրնար կանտել։ Մենք իրավունք չունենք հայությունը, որովհետև այսօր Արցախը գործընծուցինք, թե ինչպես գործընծուցինք այլ խնդիր։ Եվ որովհետև վաղը գրդանք հանուն Հայաստանի պետության, այսօրվա պետության, եւ այս սահմաններու մեջ ապրող ժողովրդին փարոր կյանք բարգեւելու, տնտեսական փարորություն բարգեւելու եւ չենք գիտեր ադորքինը ինչքան սուղ է, մենք չենք կրնար խլել այն հավատքը եւ այն երազը, որ մենք համայն հայությունը ապրած ենք։ Արցախը գործընծուցինք, այնպես ինչպես Ասկարաճարամտյան Հայաստանը գործընծած ենք, Նախիջևանը գործընծած ենք, այլ հողադարածներ գործընծած ենք։ Մենք չենք կրնար այսօր հավատալ, որ վաղը, այսպես ասած, միջանցքալ գործընծնելով, մենք միջազգային երաշխավորությամբ գրդանք խաղաղության մեջ ապրիլ։ Դեսանք այսօր միջազգային երաշխավորությունները ինչ են։ Դեսանք Գազայի մեջ ինչպիսի ցեղասպանություն կկատարվի։ Ատկի առաջ դեսանք Իրաքի մեջ ինչ պատահեցավ, Աֆղանիստանի մեջ ինչ պատահեցավ։ Այդ բոլորը մարդկային իրավունք, միավորված ազգերու գազագերբություն, պատերազմի ընթացքի մարդասիրական օժանդակություններ, այդ բոլորը ստեղծված են մեծ պետություններու կողմէ փոքր պետություններու համար, աչքի փոշի գցանեն ժամանակավոր լուծումներու համար, որ մեծ իրենց ծրագրերը կկատարեն։ Մենք չենք կրնար մեր երազները խլել մեր ժողովուրդին։ Ադիգա քամթիչը ժամանակավոր գերբով գրնանք անվտանգ սահմաններու մեջ ապրիլ, սակայն ժամանակներու փոփոխության հետ պետք է մենք մեզ զրահավորենք, կրնած այս բոլորը ռոմանտիզմ թվիլ ներկա իշխանություններուն համար, բայց մեր ժողովուրդը այսպես ապրած է եւ ես կհավատամ, որ մենք մեր վաղճանական նպատակը պետք է շարունակել ազատ, անկախ եւ միացել Հայաստանը։ Շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հոյդա բյուրոյի անդամ Մերձավոր Արևելքի հարցերի պատասխանատու Հակոբ Բագրատունու հետ։